Ընկերներ, բարի երեկո, երկար ժամանակ ես ուզում էի պատվիրել այս Tell.me սպոնժիկը, բայց ինքը սպառված էր վերջապես, սպասել եմ, գտել եմ, պատվիրել եմ, հասել է 2 օր չեմ բացում, որ վիդեո նկարեմ, փորձարկենք, որովհետև օձիվները նենց հակասական են, ասում են, որ շատ լավն է, բայց շատ արագ վնասվում է, պատռվում է, ինչ-որ տենց մի բան։ Եթե ունեք, փորձարկել եք, փորձել եք, գրեք։ Որովհետև եթե ինքը շատ արագ պետք է ճղվի, մոտ մի շաբաթ անց չարժի 3400 դրամ վճարել իր համար, պլյուս մինուս։ Ինստագրամյան հարթակում հայտնվել է լուսանկար, որտեղ դերասանուհի Մանե Հակոբյանը նստած է անվասայլակի վրա և նրա ձեռքը երևում է, որ կոտրված է։ Համացանցի օգտատերերը սկսել են անհանգստանալ, տեսնելով երիտասարդ դերասանուհուն այս վիճակում, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ դերասանուհին պարզապես լուսանկար է հրապարակել սերիալային նկարահանումներից։ Համացանցում ակտիվորեն քննարկվում է դերասան Կարեն Հովհաննիսյանի և նրա կնոջ դերասանուհի Մանե Հակոբյանի ամուսնալուծությունը։ Կարեն Հովհաննիսյանը մասնակցելով հաղորդումներից մեկին հանկարծակի հայտարարեց այս մասին, ինչը իսկական իրարանցում առաջացրեց համացանցում։ Մարդիկ նշում էին, որ նախքան այս նրանք որևէ ակնարկով հանդես չէին եկել։ Շատերն նշում են, որ նրանք չեն ամուսնալուծվել, պարզապես սև PR են անում։ Իրականում ինչ է տեղի ունեցել, այս պահին դժվար է ասել։ Մանե Հակոբյանն էլ շարունակում է ակտիվ հրապարակումներով հանդես գալ ինստագրամյան հարթակում։ Օրեր առաջ մենք հանդես էինք եկել մի հրապարակումով այն մասին, որ կարծես թե զույգը միացել է, քանի որ ունի ջերմ հարաբերություններ։ Այսօր Մանե Հակոբյանն ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ նրան հարց են հղել. ճիշտ է, որ դուք և Կարենը միացել եք։ Այս հարցին Մանե Հակոբյանը հետևյալ պատասխանն է տվել. ոչ, ընկերներ։ Այդ հարցին, թե ինչպես են անցնում Մանեի և Կարենի համատեղ նկարահանումները, դերասանուհին նշել է. շատ լավ, առաջին անգամ եմ որևէ կերպ արձագանքում նման հարցերին, հույս ունեմ, որոշակիորեն կդադարի նամակների ու հարցերի հոսքը, գրել է Մանե Հակոբյանը։ Դե իսկ խոսելով Գրիշո և մանազույգի մասին, Մանեն փաստել է, որ շրջադարձային զարգացումներ են սպասվում։ Ցանցում ակտիվորեն քննարկվում է դերասան ամուսիններ Կարեն Հովհաննիսյանի և Մանե Հակոբյանի ամուսնալուծության մասին տեղեկությունը։ Այս մասին հանդես եկավ անկեղծ խոստովանությամբ Կարեն Հովհաննիսյանը հաղորդումներից մեկի ժամանակ։ Սրանից հետո տարբեր խոսակցություններ են հնչում այն մասին, որ միգուցե դերասանը խաբել է, նրանք ցանկանում են սև PR անել իրենց վրա հավելյալ ուշադրություն ձեռք բերելու համար, սակայն շատերն էլ փաստում են, որ ոչ նա չէր կարող խաբել և միգուցե զույգը ամուսնալուծվել է։ Համացանցի օգտատերերից շատերը մեկնաբանությունների դաշտում գրում են, որ այդպես էլ պետք է լիներ, նրանք տարիքային մեծ տարբերություն ունեն և Կարեն Հովհաննիսյանը շատ հնարավոր է դավաճանած լինի Մանե Հակոբյանին։ Թե իրականում որն է այս զույգի բաժանման պատճառը, դժվար է ասել, մեզ մնում է սպասել և հետևել երկու կողմերի հրապարակումներին։ Քիչ խառնեմ, որովհետև որոշել եմ ազատվել եմ պրոդուկտներից, որոնց ժամկետները արդեն անցնում են, անցել են եւ այլն եւ ցավ չապրել դրանից։ Օրինակ ինքը սա այսքան դեռ կա, ես այսքան դեռ չեմ օգտագործել, բայց ես պետք է շփոթեմ, որովհետև ինքը գրեմային պրոդուկտ է եւ ժամկետի մեջ չի այլևս, արդեն 1 ամիս կլինի ժամկետն անցել։ Ինքը թափվում է միանշանակ ու որոշել եմ չգնել այնպիսի բաներ, որոնք ես ունեմ, օգտագործում եմ, որ նորը չգնեմ ու հինը էլի տենց մնա, հետո մի օր էլի շպրտեմ, մի խոսքով ափսոս են, շատ ափսոս են, օրինակ այս հայլայթերն էլ իր ժամկետները արդեն մոտ մի ամիս անցել, էլ չեմ գնելու նոր պրոդուկտ, մինչև նախորդը չվերջանա։ Իրականում մի քիչ եւ մի քիչ շատ տխուրավոր է, ես հարցը ChatGPT-ի հետ եմ քննարկել, բայց հարց ունեմ։ Այս բլաշը
Կարելի է օգտագործել ավելի երկար, քան իր վրա նախատեսված ժամկետն է, եթե իր տեքստուրան չի փոխվել, մաքսիմալ հերմետիկ պայմաններում է պահվել եւ մաքուր կոկիկ է օգտագործվել, ասես որ սովորաբար օգտագործվում է նաեւ մոտ 2 տարի։ Խնդրում եմ, եթե մասնագետներ կան իմ էջում, կարող եք ինձ խորհուրդ տալ, ես ամեն դեպքում դեննետ եմ, թե կարելի է դեռ օգտագործել եւ չվնասել։ Երեք դերասան Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ հաղորդումը տարածվեց համացանցով մեկ, որտեղ վերջինս առաջին անգամ անկեղծ խոստովանում էր իր եւ Մանե Հակոբյանի հարաբերությունների մասին։ Նա նշում է, որ ինքն ու Մանե Հակոբյանը այլևս ամուսիններ չեն, նրանք ամուսնալուծվել են։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի խոսքով այս նոր կարգավիճակը արդեն 1 ամսվա պատմություն ունի։ Կարեն Հովհաննիսյանը արտադրույցի ընթացքում նշում է, որ ինքն ու Մանե Հակոբյանը հասկացել են, որ այլևս չեն կարող լինել ամուսիններ եւ կայացրել են տվյալ որոշումը։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ քանի որ իրենք ունեն փոքրիկ դուստր, ամեն բան անում են, որպեսզի երեխան չհասկանա ծնողների բաժանումը եւ չհասկանա ու չգիտակցի ստեղծված իրավիճակը։ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ ամեն բան անում են, որպեսզի երեխան չնկատի երկուսի բացակայությունը, միասին համատեղ չապրելը եւ այդպես շարունակ բաժանումը փորձում են դեռևս փոքրիկից թաքցնել։ Համացանցում մեկնաբանություններ են գրում շատերն այն մասին, որ այս զույգը այդպես էլ ի սկզբանե միմյանց ներդաշնակ չի եղել, նրանք միմյանց անհամապատասխան են եղել։ Շատերն էլ նշում են, որ տարիքային տարբերությունը միգուցե իր սև գործն արել է։ Շատ մարդիկ էլ նշում են, որ Մանե Հակոբյանի նոր աշխատանքը Գոյամարտ հեռուստասերիալում նկարահանվելը միգուցե իր ազդեցությունն է ունեցել դերասանամուսինների բաժանության մեջ։ Իրականում ինչ է եղել, ինչու է այս զույգը եկել բաժանման որոշման դժվար է ասել, սակայն պարզից էլ պարզ է, որ այստեղ մի բան այն չէ, երբեմնի ներդաշնակ միմյանց սիրող ամուսինները ինչու որոշեցին այլևս մեկ տանիք չկիսել։ Նշենք նաև, որ դերասան Կարեն Հովհաննիսյանի մասնակցությամբ այս հաղորդումի տարածումից հետո Մանե Հակոբյանը շարունակում է ինստագրամյան հարթակում հրապարակումներ անել իր աշխատանքային գործունեությունից եւ ցույց է տալիս, ասես թե ոչինչ չի եղել եւ չի անդրադառնում ամուսնու սկանդալային հայտարարությանը։ Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը, դերասանուհի Մանե Հակոբյանը բավականին սիրված է եւ ակտիվ է հարության շրջանում։ Մանեն պարբերաբար հրապարակումների տեսքով է հանդես գալիս, ցույց տալիս դստեր մասնակցությամբ տեսանյութեր ու հոլովակներ, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով խոսում է այս կամ այն իրավիճակի իրադարձության մասին, որը անհանգստացնում է իրեն։ Այսօր Մանե Հակոբյանն ինստագրամյան էջում հուզիչ հրապարակում է արել, ցույց տալով, թե ինչպես է հետևում մանկական Եվրատեսիլ 2025-ին եւ ինչպես է մեր պատվիրակի ելույթին հետևելիս արտասվում։ Մանեի փոքրիկն ասում է, ինչու ես լալիս մայրիկ, իսկ Մանեն էլ նշում է, որ չի կարողանում բացատրել ինչքան է սիրում մանկական Եվրատեսիլը եւ առհասարակ մեր ներկայացուցչին։ Ավելենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք դերասանուհին ինստագրամյան էջում հանդես է եկել հրապարակումով նշելով, որ իրականացրել է երկար տարիների իր երազանքը։ Վերջինս մասնակցել է կնոջ կյանքի բարեփոխում Ֆեմինա հաղորդաշարին եւ որոշել գնալ փոփոխության։ Կյանքիս ամենաճիշտ ու անհրաժեշտ փուլում ստացա առաջարկը իրագործելու գլխումս վաղուց ծնված ու հասունացած ցանկությունները։ Անհավանական շնորհակալ եմ Յուրիևնա Մարինային եւ Ֆեմինա AM-ի ողջ թիմին։